Մանկապարտեզների մասով պարոն Ավինյան, նորից խոսելու եմ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի մասին, ուրեմն տեսեք, դուք ձեզ ուղղված իմ գրությունը, իմ առաջարկը, հիշեցնեմ, որ դուք մերժել եք, ես հիմա գրությունը թղթով չունեմ, այսպես ցույց կտամ, ես գրությունով դիմել էի ձեզ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվեր, ու այս գրության մեջ ես գրել էի մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների։ Դուք մերժել եք, պոլիկլինիկաների մասով պատճառաբանել եք, որ դա առողջապահության նախարարի տիրույթում է, այս մանկապարտեզների մասով մերժել եք։ Սա եղել է 25 թվականի վերջին։ Ուստի դրա համար եմ ասում, սա ձեզ թելադրված որոշում էր։ Եթե քաղաքական ղեկավարի կողմից, իմ կարծիքով, քաղաքական ղեկավարի կողմից թելադրված որոշում էր, որպեսզի ընտրություններից առաջ մարդկանց սիրաշահեք աշխատավարձ բարձրացնեք, ինչպես բարձրացվեց թոշակները թոշակառուների համար ընտրություններից առաջ։ Եվ թոշակն է քիչ բարձրացվել, եւ այս աշխատավարձերն է քիչ բարձրացվել։ Ինչ վերաբերվում է մշակույթի ուրեմն դպրոցներին, արվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձերին, ես իմ ունեցած տեղեկություններով այդ դպրոցի ուսուցիչները ստանում են 150-160 հազար դրամ աշխատավարձ դրույքու կեսի համար։ Այդքան ցածր է ստանում այդ մարդիկ իրենց աշխատավարձը։ Եվ ավարտելով խոսքս մանկապարտեզների մասով արդեն կառուցված կամ կառուցվելիք կամ չկառուցված մանկապարտեզները, որ անդադ ասում եք, նա ձեր ժամանակ կառուցած մանկապարտեզներին նայեք, դրանց որակին նայեք, դրա մասին իմ գործընկերները նկարել են, մեկը հենց Մեծրոպ Մանուկյան, կամ այնտեղ կան մանկապարտեզներ, որ ավարտվել են, ու այդ մանկապարտեզների բակերը բարեկարգ չեն, այդ մանկապարտեզները չունեն ապաստարաններ, եւ վերջապես ձեր իշխանությունն է, որ ասում եք կառուցել ենք, հիշեցնեմ, ձեր իշխանության օրոք 200-ից ավել մանկապարտեզ, 200-ից ավել դպրոց տվել եք թուրքերին։ Այսքանը։